ավելի նպաստավոր կդարձնի։ Հաջորդ հարցը Քրիստինե Ջան, Տրիպան։ Չէ, դու տեսար եք դատախազ խացին, դիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը ինչ նկատում ես, ասեմ ախտերս, պարզասեմ, դեք ինչու նամես տանը չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել, էկտենիկոտություն է, որ մենք իրան մի լավ շինենք, հետո ու բոլորով, և ինքը վերջապես շարունակեմ ես մենք։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի ինքնեն եք նկարագրում բան ու ասում, որ նա կարծես ասում է վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհակաղակական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում է էլի հատվածը։ Միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք են, դառնացած ասած մակրոն։ Ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցիք ես։ Դուք որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին ինչ կարծիքում եք ինձ մասին։ Հաջորդը, կողմ քո Ամերիկան, կողմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների։ Կողմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասում աշխատություններ, Սորոսն են բերել։ Ով է այն երջանիկ, որպես կարող է ուղղորդել։ Թրամփի հետ հանդիպումներում այս մասին ասում եք, արձագանքում եք, թե չէ ասում։ Եվ ամենին համար ամենատարածելին, անկեղծ ասած, պատերազմի դեպքում ձեր նկարագրություններ, էլի մեջբերում են։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա անուղ աղաղակը խեղդվում է ծաղ-ծիծաղի, երկու բարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան չխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի կանանց ողջը, ովքեր իրենց անգամ չեն կռավում, որ իրենց որդիները և պայնեն մամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմը մտնում, որ ահա գտնվում են պարտության և օրասի շեմին։ Ես տեսնում էի այդ պատերազմը, այն ծվարել է հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, հարյուրակարգային ժպիտների, մեծ բծերի, հաստ թեքույթների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին գոզացած և դրանից երջանկացած աղջիկներին, գոզացած և դրանից հրվաղ տղաների, գոզացած և դրանից շոյված մայրերի, գոզացած և դրանից արծվածող հայրերի տեսքով զգում էի, որ ինքս էլ սկսում եմ գոզանալ և գուցե շուտով նույնքան դպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթացի բանալում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմի գոզության վերջնական և անշրջելի հաղթանակի մեջբերման համար։ Դուք նախորդ պլանավորել եք այս ամենը Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խրացվի ձեր զարգաց ծնունդների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ, այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որ մասին ես խոսել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից, որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ և հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ Հայկական ժամանակ օրաթերթում և ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող ենք ևս մեկ քննարկում իրականացնել և դուք էլ կարող եք մասնակցել և ձեզ հետաքրքրող դիտարկումները անել։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։ Հաջորդ հարցը
տեղի չի ունենա, նկատելով, որ ճանապարհային տեղի չի ունենա, բայց մենք տեսնում ենք, որ